Եվ մեր վերջին ռեպորտաժը հայի նոր խելք շարքից, թեև այս դեպքում խոսքը ոչ թե հայի, այլ հայուհու մասին է, ով 12 տարի առաջ ստեղծել է հայուհի կարի ֆաբրիկան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Սկսելով ընդամենը խորհրդային 5 կարի մեքենայից գործարար Անուշ Ծատուրյան այսօր ունի լիարժեք գործող արտադրություն։ Հայուհու բիզնես հաջողության բանաձևը արտադրական նոր տեխնոլոգիաների ներդրումն է։ Այդ պատճառով վերջին ամենամեծ ձեռքբերումը ժամանակակից կարի մեքենան է նոր հնարավորություններով ու ծավալով։ Ամենից սկսվեց խորհրդային 5 կարի մեքենայից, սահմանամերձ համայնքի բիզնես հաջողության առաջին գործիքն այժմ թանգարանային նմուշ է, բառի բուն և ֆունկցիոնալ իմաստով։ Այդ 600 եվրով վերցած մի մեքենան հենց այս չայկանա, որ առաջի մեքենան է, բայց քանի որ ամեն ինչը սկսվել է սրանից, եթե մյուս բոլոր մեքենաները պահեստավորվել են, միևնույնն է սրան չենք ուզում ստեղից վերցնենք։ Հայտնի հերոսի հայտնի տրեխների պես խորհրդային 5 կարի մեքենան աչքի լույսի պես են պահում, հիշում են որտեղից սկսեցին ու ինչպես։ Իսկ ճանապարհը սկսվեց 12 տարի առաջ։ Անուշ Ծատուրյանը հիմնեց կարի արտադրամաս Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմ։ Երբ սկսում էին, գումար չունեին, միայն հավատ, որ ինչ-որ բան կստացվի։ Մեկ մեկնած ձեռքը սկիզբ դրեց ամեն ինչին։ Հունաստանից ժամանած Տիկին Շաքեն Հոմուհի, որին մոտեցանք մի անգամ մի միջոցառման, ասեցինք կանայք ենք, որ շնորհաշատ կանայք շատ կան մեր Նոյեմբերյան քաղաքում, պարզապես չգիտենք ինչ անենք, որ մի գործ տնենք։ Ինքը մեզ ընդամենը 600 եվրո գումար այդպես տվեց, նվիրաբերեց, այսպես ասած, թե մի ցավի ոտ կկոտրեք։ 600 եվրոն ճիշտ ասած, որ ուզենային կարող էինք բաժանել աղջիկների մեջ ու այդպես վերջանալ գնալ, բայց մենք վերցեցինք 2 կարի մեքենա։ Այն ժամանակ կարի արտադրամասը անուն էլ չուներ, այժմ անունը հայտնի է գրեթե ամբողջ Հայաստանում, ասում են հայուհի, նկատի ունեն Նոյեմբերյանի հայուհիներին։ Գցեցինք, բռնեցինք, այսպես որոշեցինք, քննարկեցինք ու հանկարծակի ծնվել այդ անունը ու դա մեզ սազում է։ Արտադրամասը 12 տարիների ընթացքում անցել է զարգացման 4 փուլով։ Հենց այդքան անգամ Անուշ Ծատուրյանն ու իր թիմը տարբեր ծրագրերով ու սեփական միջոցներով թարմացրել է կարի մեքենաները, ձեռք բերել նորերը, կարի ժամանակակից պահանջներին եւ որակին համապատասխանելու համար։ Աշխատում ենք ժամանակին համահունչ քայլել, որ այսպես ասած մոդայից ետ չմնալ։ Անուշ Ծատուրյանի բանաձևն է, առանց արտադրական նոր տեխնոլոգիաների հաջողելը չարդարացված ռիսկ է ու բիզնես անհեռատեսություն։ Վերջին ամենամեծ ձեռքբերումը բարդ անվամբ, բայց դյուրին աշխատող տեխնոլոգիական նորամուծությունն է, հայուհիների հպարտությունն ու հիմնական եկամտի աղբյուրը։ Այս կարի մեքենան ձեռք են բերել վարկով, որակի ու մրցակցության բարձրացման նպատակով։ Ես զգում եի, որ գնալով շուկան մեծացնում եմ, պահանջարկը մեծացնում եմ։ Այժմ Տիկին Անուշի ու նրա թիմի ստեղծած արտադրամասը պատվերի պակաս չունի, երբ սկսում էին 4 կիներ աշխատում, այժմ արդեն 17-ն են։ Տիկին Անուշը սակայն նորից մտածում է ընդլայնվելու մասին։ Արդեն փոքրիկ արտադրամաս է հիմնել Այրումում, շուտով կլինի նաև Դիլիջանում։ Աշխատանքի վերցնում են տնայնագործության սկզբունքով հաշմանդամություն ունեցողների կամ կանանց, ովքեր չեն կարող երկար ճանապարհ կտրել։ 2013-ի նոյեմբերին ենք սկսել տնայնագործական ծրագիրը Էլի Թրփանջյան հիմնադրամի շնորհիվ, նրանց աջակցությամբ եւ գյուղերում այդ աղջիկներին տվել ենք մեկական եզրակար մեքենա, մեկական կարի մեքենա։ Տիկին Անուշն աշխատում է օրը 10 ժամ, առաջինն է գալիս, վերջինը հեռանում։ Նրա նախաձեռնողականությունն ու նպատակասլացությունը թիմակիցների խոսքով վարակիչ է։ Իհարկե առաջընթացի մեծ շանսեր կան, որ կարող եմ ես հիմա ասենք ընկերանուշի միջոցով նահենց բացեմ, ես էլ իմ բիզնեսը դնեմ, առաջ գնամ։ Եթե սիրով ես մոտենում աշխատանքին, իհարկե չես օգնում։ Անուշ Ծատուրյանին հաջողությունը չի կուրացրել, ավելին, դարձրել է ավելի ուշադիր, այդ պատճառով աշխատանքից բացի զբաղվում է բարեգործությամբ, ինչով կարողանում է օգնում է սահմանամերձ գյուղերին։ Գլխավոր կարգախոսն է, բարեգործությունը բնավորությունն է։ Շատերին թվում է, թե այդ բարեգործությունը անում ենք նրա համար, որպեսզի հարկային դաշտում օգտվենք զեղչերից։ Ես որևէ անգամ չեմ պատրաստվել ոչ դիմեմ, ոչ որևէ թղթաբանություն անեմ, որ զեղչերից օգտվեմ, դա անում եմ, չգիտեմ, միգուցե հոգու հանգստության համար։ Որպես մարզի լավագույն բարեգործքին Անուշ Ծատուրյանն արժանացել է կառավարական պատվոգրի։ Այն ժամանակ խոստացավ իրականացնել լրացուցիչ 6 նոր բարեգործական ծրագիր,
Խոստումը գերը կատարեց, ծրագրերի քանակը 1 տասնյակից ավելի են։ Տիկին Անուշը վստահ է, օգնության մեկնած ձեռքը կարող է մեծ թռիչքի բերել, ինչպես դա արեց իր խորհրդային կարի մեքենան, որը Տավուշի գործարար հայուհիների գործարար կենսագրության առաջին գործիքն է ու հաջողության պատմության կանգուն վկան։ Տիգրան Զարեյան, Ալբերտ Գալստյան, Բանաձև։